Paulo está skhmatsa. Avo mikrofon esa. Բարի երեկո սիրելի բասկետբոլասերներ, մենք վերադառնում ենք Pro Basket Liga 25-26 մրցաշրջանին, որտեղ այսօր մրցելու են Օլիմպիավանը եւ Phoenix Perception-ը։ Երկրորդ խաղն է արդեն Phoenix-ի երկու օրում, ասեմ, որ երկու թիմեր, նույն ինքը US Titans-ը, Titans-ը, մեր լեզվով ասած, եւ Phoenix Perception-ը Հայաստանում լինելու են մոտարապես 2 ամիս եւ շաբաթը երկու խաղ, եթե չեմ սխալվում, անցկացնելու են Ալիգայի շրջանակներում, որպեսզի հասնեն ռեգուլար սեզոնին հավասարվեն հայկական բոլոր թիմերի հետ։ Դրա համար օրինակ 3 եւ այսօր արդեն խաղացել են իրենք, US Titans-ը դեռ չի խաղացել այսօր, հաջորդ խաղը միայն կլինի Հատիսի դեմ։ Իմ խոսքի ընթացքում էլ խաղի հաշիվը բացված է։ Եվ այո, 3 Phoenix Perception-ը պարտվեց անպարտելի Ուրարտուին, շատ վստահ հաղթանակ էր Ուրարտուի կողմից։ Իմ կարծիքով այսօր շատ հավասար խաղ է մեզ սպասվում։ Նայեք, որովհետև եթե օրինակ Օլիմպիավանը ունի այս պահին 2 առաջատար բասկետբոլիստներ, նույն ինքը Քդարիուս Բագետը եւ Գշան Օլդրիջը, ով նոր է միացել թիմին, որպես լեգիոներ այդ կարգավիճակով խաղալու այսօր, Perception-ում կան 5 բասկետբոլիստներ, ովքեր փորձում են պրոֆեսիոնալ կարիերա սկսել Եվրոպայում, նույն ինքը չունեն խնդիր հայազգի բասկետբոլիստների, այսինքն այն առումով, որ Օլիմպիավանում շատ երիտասարդ են հայազգիները եւ խնդրեմ դեբյուտային միավորներին ականատես եղանք Գշան Օլդրիջի, Ջիշան Օլդրիջի կամ կճշտեմ ինչպես ասել իր անունը։ Եվ հիմա արդեն կարող եմ անցնել թիմերի մեկնարկային կազմերին, ինչպես ասացի Օլիմպիավանում Բագետ, Օլդրիջ, Գևորգ Մանուկյան, Ռազմիկ Ծատենյան, Արթուր Ավակյան, Phoenix-ում Դամիան Ուիլյամս, Ջամարիուս Պրինգլ, Ռաֆայել Սենդի, Դշան Բոսվել եւ Ջեսայաս Մոտելուս։ 3 Մոտելուսն ու Սենդին կարողացան փայլել թիմի կազմում, իհարկե բարդ է փայլել կրկնում Ուրարտուի դիմաց, ոչ մի թիմ չի կարողանում դա անել դեռ Ալիգայում, շատ վստահ հաղթանակներ է տոնում Ուրարտուն, բայց միևնույն է աչքի ընկան իրենց թիմից հենց այդ երկու բասկետբոլիստները, Օլդրիջը եւս 2 միավորը վաստակում 4-2 է այս պայն հաշիվը։ Դամիան շատ վախենալու անկում էր եւ խնդրեմ, ինչպես միշտ նույն խնդիրը ինչ լինում է յուրաքանչյուր ամերիկացի բասկետբոլիստի հետ, ով հայտնվում է Եվրոպայում, օրինակ հենց սա Դշան Բոսվելը, ով իր առաջին խաղն է անցկացնում Phoenix-ի կազմում, 3 խաղին ներկա չէր, հայտնվել էր հատակին եւ խնդրում էր time-out, եթե չգիտեք, Ամերիկայում կա այդպիսի օրենք, եթե թիմը ունի տիրապետում
թե մարզիչը եւ թե բասկետբոլիստներից յուրաքանչյուրը կարող է time out վերցնել հիանալի բլոկ շոտ Boswell-ի կողմից։ Bag, bang bang, come back. Խաղից առաջ խոսում էի Օլիմպիադանի գլխավոր մարզիչ Թովմաս Օրդանյանի հետ նրա մասին, որ եթե Քդարուս Բեգետը ցույց տա խաղը, որը որ ցույց է տվել մրցաշրջանի առաջին երկու խաղերում, ապա անկասկած կճանաչվի յուրաքանչյուր շրջանի լավագույն բասկետբոլիստ, նույնիսկ եթե իր թիմը ունի պարտությունների ռեկորդ, միևնույնը անհատական ցուցանիշ է վերջապես ամսվա լավագույն բասկետբոլիստի կոչումը եւ ինչպես արդեն գիտեք, Ջորդան Թիլմանն էր լավագույն բասկետբոլիստ ճանաչվել առաջին շրջանի, առաջին ամսվա լավագույն բասկետբոլիստը ճանաչվել հենց Թիլմանը, բայց հիմնական պատճառներից մեկը միանշանակ նաև որ Թիլմանը հանդես է գալիս Ուրարտում, նույնիսկ ամենաուժեղ այս պահին թիմում Ալիգայի եւ բոլորն էլ հասկանում է, որ նույնիսկ NBA-ում շատ հազվադեպ է լինում, որ ռեգուլյար սեզոնում ինչ-որ 2-ից կամ 3-ից ցածր հորիզոնականում գտնվող ինչ-որ թիմի բասկետբոլիստ է ստանում MVP, նաև զարմանալի է երբեմն, որ օրինակ անկեղծ այս պահին չեմ հիշում, որ բասկետբոլիստ էր, բայց 6-րդ տեղում էր իր թիմը, ստացավ MVP եւ շատ ասեկոսներ կային, թե ինչու պարտվող թիմի բասկետբոլիստը պետք է MVP լինի, վերջապես MVP հիմնական գործառույթը դա խաղեր հաղթելն է իր լավ բասկետբոլի միջոցով։ Բագետ գործունում է գնդակը Ուիլյամս, լավ է շարժում գնդակը Ֆինիքս, մի փոքր փոխանցում եկավ, Մատելուս, հիանալի մեկնարկ հանդիպման համար 8-7 այս պահին հաշիվը 6 րոպե 20 վայրկյան է մնում խաղի առաջին քառորդի ավարտին pick and roll գնաց մինչև վերջ Օլդրիջը Ավականին էին թողել ազատ 3-ի վրա մի փոքր կարճ էր եւ առաջին փոփոխումն է լինելու Օլիմպիադանի կազմում Տենդի, Մանուկյանը հիանալի ճնշող պաշտպանություն է խաղում եւ ստիպում է Ռաֆայել Սենդին դուրս գալ կողային գծից Օլդրիչ 3 ձեռքի վրայով պաշտպանի երկար այո, միանշանակ խախտում է կանոնները Արտուր Ավակյանը Boswell-ի դիմաց պայքարում եւ փոփոխում է հիմա լինելու այո, վերադարձավ Քդարուս Բեգետը Գագիկ Հարությունյանի գործառույթը այս պահին Ընդամենը 1 րոպեով կամ մի քանի վայրկյանով Բեգետին այստեղին նստան ուղարկել էր եւ նաեւ խաղում առաջին անգամ Օլիմպիադանի կազմում րոպեներ ստանում Գարո Ամբարջյանը Դուրս է գալիս Սենդին դաունսթրինից Դամյոնի մի անգամից ձեռքի վրայով Մանուկյանի անաջող Բեգը վերցրեց բորդը Անկյունում ազատ է Օլդրիջը Ավակյան նորից հիմա գնաց անկյուն Օլդրիջին ինչպես եւ սպասում էր երկար ժամանակ է շատ Գեղեցիկ կարող էր լինել end one չկա, բայց կա հնարավորություն 2 միավոր վաստակելու տուգանային գծից ասեմ, որ ընդամենը 3-րդ նետումն էր Օլիմպիադանի պոստից այս խաղում 1, 2, 3, 4, 5, 6, 7 հեռահար նետման փորձ են կատարել, որոնցից մեկն է ընդամենը հաջող եղել Քդարուս Բեգետի 3-ը
Pringle, առաջին անգամ ինչ-որ ագրեսիվ գործողություն տեսա իր կողմից և այո վաստակումը միավոր, մեկ էլ բողոքեց մրցավարներին տուգանք պահանջելով, Մանուկյան, լավ պաշտպանություն, Դամյանը ինչ լավ պայքար էր գնդակի համար, ուսով ենք իհարկե խնդիր չկա և շատ անհասկանալի գործողություն Դամյանից հիմա էլ Ջիշան, մինչև վերջ և այո։ Նորից Էնդվանը մոտիկ էր իմ աչքին, բայց մրցավարները լռում են բողոք էլ չկա, որը նշանակում է ամենայն հավանականությամբ տուգանք էլ չկար։ Հավասար է այս պայն հաշիվը, 4 րոպե մոտարապես խաղի ավարտին, նորից վրիպում է Ջիշանը, վերցրեց սեփական ռիբաունդը, բայց գնդակը փրկել չստացվեց։ Սենդի, նորից Մանուկյանն է Սենդի դիմաց, Բոստոն Պրինգլ։ Եվ դուրս է գալիս գնդակը դաշտի սահմաններից։ Անկյունից փորձում է այս անգամ չստացվեց նետումը։ Լավ էր շարժվել գնդակով Բոսվելը, բայց մի փոքր անհաջող ցածկերից հետո դուրս է գալիս գնդակը օղակի միջից, Բեգին վերադառնում է գնդակը 3, նորից կարճ, բայց ասեմ, որ Քեդարիուս Բեգետը վստահ եմ, որ ավելի լավ է սկսելու խաղալ, ինչու, որովհետև ոչ թե ասում եմ, որ Նուրադին Էյդինը ով հեռացել է թիմից, մոռացա իմիջիայից խոսեմ իր մասին, Օլիմպիավանի մյուս ամերիկացի բասկետբոլիստն էր լեգիոների կարգավիճակով, անձնական խնդիրների պատճառով լքել է թիմը և Հայաստանը և միայնակ էր այսպես ասած մնացել Քեդարիուս Բեգետը, բայց արդեն հիմա քանի որ թիմում կա Ջիշան Օլդրիչ, ով նույն ոճի բասկետբոլիստն է հենց ինչ-ինչ որ նույն ինքը Բեգը վստահ եմ ավելի լավ է խաղալու հենց այդ պատճառով։ Եվ փոփոխում նորից Բեգը գնում է հանգիստ ստանալու Գագիկ Հարությունյան Բոսվել լավ փոխանցում չեր անկյուն և նորից կորցնում է գնդակը Ֆինիքսը 3 միավորի առավելություն ունի Օլիմպիավան այս պայն 2 րոպե մնում առաջին 10 րոպեների ավարտին Ջիշան պարում է գնդակով հիանալի դրիբլինգ ոչ Իհարկե, ինչպես և գրեթե բոլոր բասկետբոլիստները դեբյուտային խաղերում, այսինքն ոչ թե դեբյուտային, այլ այն դեպքում, երբ շատ նոր է իր մուտքը եղել Օլիմպիավան և առհասարակ Հայաստան, վստահ եմ դեռ փոփոխման իրավիճակում է։ Դադայանն է ստացել րոպեները Օլիմպիավանից, գնաց մինչև վերջ, վրիպում է, բայց Գարոն ճիշտ պայն հայտնում է ճիշտ տեղում ու մաքրեց անկերների ետևից։
Մինչև վերջ գնաց, բայց տեսեք ինչ պարզ դիրքից վրիպում են Թեդարուս Բագետը ռևերս լեապը անաջող էր Նորից Մատելուս Դադայանի դիմաց մանատական է պաշտպավում դեռ Օլիմպիավանը Pringle Նորից առանց փոխանցման է խաղում եւ ճիշտ է անում է որովհետեւ միավորները իրենն են Phoenix-ից էլ Վարան Պապիկյանն էր օպեներ ստացել նորից Բագետ նույն դիրքից Ոչ նորից վրիպում է Քդարուսը ինչ է կատարվում Բագետ շոտ անարդյունավետ են խաղերում վերջինիս նետումները 26 վայրկյան հարցակմանը 25 վայրկյանի տարբերություն կփորձի իմ կարծիքով Phoenix-ը վատնել հնարավորինս շատ խաղային ժամանակ ձերքի նույնիսկ ոչ թե ձերքի վրայով այլ Բեգետը նույնիսկ չէր էլ պաշտպանվում նետումը չնայած անաջող եղավ Pringle մինչև վերջ եւ այո Jamaris Pringle 4 վայրկյան քառորդի ավարտին արագ նետում է պետք Beg ոչ այդքանով ավարտում ենք առաջին քառորդը 16-15 մեկ միավորի առավելություն Phoenix Perception-ի կողմից մենք կվերադառնանք դադարից հետո Ես իմ համար եմ ստեղ Երկրորդ քառորդ մեկ միավորի առավելություն ուներ Phoenix-ը Օլիմպիավանի հետ տեղափոխվելով երկրորդ քառորդ առաջին հարձակումն էր Օլիմպիավանի անաջող էր բլոկ շոտով ավարտում Սենդի նորից Pringle պոստում Ավակյանը դաբլ թիմի է գնացել միայնակ աշխատեց Ամբարջանի դիմաց եւ տուգանք է արձանագրվում փաստորեն նորից փոխում է պատրաստել Թովմաս Օրդանյանը Գևորգ Մանուկյանը վերադառնում է Դադայանը կգնա հանգստանալու իր մի քանի րոպեներից հետո Լավ փոխանցում օղակի տակ Մատելուս վերադարձեց Դեմյոնը գնդակը իրեն եւ միավոր միևնույն է չկա Բեգը ռիբաունդը վերցրել է Ավակյան 3 Եվ կրկին Դամյոնը մրցակցի կիսադաշտում էր Pringle-ից գնդակ էր սպասում որոշեց միայնակ գնալ մինչև վերջ շատ մոտ էր Էնդուանը կա խախտում Գարո Ամբարջյանը իր երկրորդ անհատական տուգանքը ստացավ վերջին
1 րոպեի ընթացքում շատ անհաջող էր առաջին փորձը Եվ լրիվ նույն դիրքով վրիպեց երկու անգամ անց մեջ Մանուկյան լավ անցում էր օղակի տակ մի կերպ պայել է գնդակը իր մոտ գնաց մինչև վերջ վրիպեց օղակի տակ Մատելուս լրիվ ազատ երեքի վրա իհարկե այս անգամ չի վրիպելու Եվ ախնդրեմ Դանդաղ քայլերով Ֆինիքսը վերցնում է արվելությունը արդեն 6 միավոր է տարբերությունը Ջիշան շատ արագ է շարժվում Օլդրիջը կայծակնային անցումներով իր նորից վրիպում է Կդարիոս Բագետը անկեղծ ամեն անգամ երբ ձեռքից դուրս է գալիս գնդակը վերջինիս երազելը մի քիչ իհարկե մեծ բառ է բայց ցանկությունս մեծ է որ գնդակը հայտնվի օղակում Boswell, այո Եվ նույն ինքը խոսել եմ Նարեկ Սարգսյանի հետ Ֆինիքսի գլխավոր մարշչի խաղից առաջ հենց Բասվելի մասին ինչպես արդեն ասացի սա իր առաջին խաղն է Եվ իհարկե գլխավոր մարշչի հույսերը բասկետբոլիստի հետ կապված շատ մեծ են իրականում խաղի սկզբնամասում այնպես չէ որ փայլեց բայց մի որոշ ժամանակ հետո իհարկե կտեսնենք հիմա մոտ ինչ որ խնդիր կա մրցավարական հիմա ճշտենք ու վերադառնանք Ապա իմ մակոծում եմ իմ կոմպորտներում չկա լայվ չկա լայվ չկա ախպերս հեսա ասեմ 21-15 սրանք 23 դանով 23-15-ը լուծված են, մենք վերադառնում ենք պարկետ Բոսվել, յանալի խլել է գնդակը գնում է մինչև վերջ, բայց շատ անհաջող էր նետումը չնայած Սպրինգլը ճիշտ տեղում է 8-րդ միավորն էր Ջամայրո Սպրինգլի այս խաղում Բեգ, յանալի փոխանցում, լավ է շարժում գնդակը Օլիմպավանը Ծատինյանի երեքը չկա պայքարի համար Աներություն պայքարն էլ Ավակյանի անհաջող էր Արցակական ռիբաունդի համար Լավ պաշտպանություն Գևորգ Մանուկյան խլեց գնդակը միայնակ բերեց երկուս Նորից փորձում էր Ջիշանը գնդակը խլել Յանալի պաշտպանություն Օլիմպավանը գնդակով է Հասավ մրցակցի Պոստ Օլդրիջը, բայց փայլում պաշտպանություն Հենց իրենից էլ գնդակը դուրս է գալիս
Փորձում է ճնշել Բագետը շատ լավ փոխանցում Օղակի տակ եւս մեկ անգամ վրիպում է Բոսվելը Պրինգլի ձեռքից էլ գնդակը հանել են եւ տեսեք ինչ անում Օլդրիջը փայլուն ուղակի լեյափ Այս պահին Օլիմպիան ունի երկու օտարածքի բասկետբոլիստ ովքեր ուղակի փայլում են ինձ համար Իհարկե ինչպես եւ արդեն ասացի Բագետը դիպուկությունն է կորցրել ցույց չի տալիս այն արդյունավետ խաղը ինչ որ լիգայի առաջին երկու խաղերում ցույց էր տվել բայց միևնույն է երևում է բասկետբոլիստի որակը եւ փորձը միայն նույնիսկ վարումից կամ նետումից հենց իքնել գնդակով է սպին մովողակի տակ այո վերջապես միավորներ բեգը եւս հավաքելու է եւ տայմ-աութ է ստիպում վերցնել Նարեկ Սարգսյանին բեգը իր լեյափով մենք կվերադառնանք 1 րոպեից Ոտից հետո Օլիմպիանի գլխավոր մարշը ստիպում է իր թիմին ամբողջ դաշտով պաշտպանվել հիանալի պաշտպանություն ճնշող Մատելուսի դիմաց շատ մոտ էր հաջողությամբ բայց վրիպում է հիմա էլ դիմային գծից ներս ցածկեց որսալ գնդակը իհարկե դա խախտում է 4 միավորի է կրճատել հաշվի տարբերություն Օլիմպիանը դա փոխանցում Բեգին 3 ոչ նորից կարճ է 3-ը Բայց Ջիշան Օլդրիջը ճիշտ պայն ճիշտ տեղում էր վերցրել է արձակական բորդը Արտուրի 3-ն էլ կարճ էր Մատելուսին հանգիստ թողնում է գնդակը ստանալ Ջիշան Օլդրիջը ասեմ որ զգացվում է որ անհատական բարձր պաշտպանողական հմտություններ ունի վերջինս Պապիկյանն է ազատ 3-ի վրա այո Նորից Օլդրիջ հերվից նորից կարճ Եթե օրինակ Ջիշան Օլդրիջը ունի տեղ խոսելու օրինակ ասել որ նոր է հայտնվել Հայաստանում նոր է ժամանել եւ դեռ չի ինտեգրվել թե ժամային գոտում թե մթնոլորտում եւ թե առհասարակ օրինակ Օլիմպիանի մարզադահլիճին ապա նույն բանը չի կարող ասել Քդարյուս Բեգետը ով արդեն գրեթե 2 ամիս է խաղում է այստեղ մարզվում է այստեղ վերջապես հենց Օլիմպիան թիմից է բոլոր մարզումները հենց այս մարզադահլիճում են Շատերը նույնիսկ հնարավոր է սկսեք բողոքել եւ ասել որ շատ եմ խոսում իր մասին, բայց անկեղծ խոսելու է տեսնելով ինչ փայլել է Բագետը տեսեք ինչ գեղեցիկ անցավ Օլդրիջը մինչև վերջ, բայց շատ անհաջող լեյափի փորձ էր սայթակեց ձեռքից իստում է գնդակը եւ ինչ որ կերպ Ջեմարի Սպրինգլի գնդակը հայտնվում է օղակում 9 միավորի առավելություն Phoenix Perception-ից Այնպես չէ, որ Օլիմպիանը վատ է խաղում, բայց փայլուն բլոկ շոտ Ջեմարի Սպրինգլ
Նորից Պապիկյանն անկյունից նետելու, բենգ! Երկու անընդմեջ, շատ վստահ 3 Ֆինիքսի երիտասարդի կողմից։ Ինչ էի ասում, որ Օլիմպիան այնպես չէ վատ է խաղում, այլ ուղղակի վրիպում է։ Հիմնականում նետումները ազատ են լինում, այ օրինակ այսպիսին։ Բայց օղակում չեն հայտնվում։ Այնպես որ միակ խնդիրը հիմա իրենց հենց արդյունավետությունն է նետումների մատելուսից էլ Փայլուն լեյապի փորձ եւ Թոմաս Օրդանյանը ստիպված է տայմ-աութ վերցնել խաղը հանգստացնելու համար 35-21 մենք վերադառնանք կարճ դադարից հետո։ Լարի խնդրում եմ, լացելու ես արի։ Ես չեմ սարքել, որտեղ չգիտեմ դոսից ոչնախիջը, ուշակի որ մեկ նայել ես Օրդանյանի տայմ-աութը մենք վերադառնում ենք Մանուկյանը փորձեց գրկես նետումով միավոր վաստակել ստացված չէ հակառակ կողմում նորից Վահրամ անկյունում ազատ էր բայց հակեցին իրեն Դամյանն էլ խաղում իր առաջին միավորներն է վաստակում ու միանգամից երկրպագուների կողմից ստանում է ծափարություններ եւ նորից Ֆեդարոս Բագետը վրիպեց բայց վերջապես այս անգամ խախտում կա վերադառնում է Դադայանը Գևորգ Մանուկյանը կգնա հանգստանալու Յոթ 21 16 միավորի առավելություն Ֆինիքսի կողմից ես ասում եմ վստահ եմ որ եթե Օլիմպիանը մի փոքր ավելի ուշադիր լինի նետումների առումով ապա վստահ եմ ավելի հետաքրքիր է խաղը լինելու օրինակ այսպիսի պաշտպանություններ եթե ավելի շատ լինեն այո վստահ երկուս Ջիշան Օլդրիջ Օլդրիջը 14 միավոր է արդեն հավաքել զարմանալի է բայց Բեգետը այլևս լավագույն ռմբարկուն չէ թիմի այս խաղի հիանալի պաշտպանություն եւս մեկ անգամ նորից Օլդրիջ միջև վերջ եւս երկուս մեկ անգամ էլ այսպիսի պաշտպանությունը փոխելու է ամբողջ խաղը Բոսվել անցնում է բեյսլայն այո միանշանակ խախտում էր and one-ը կա Ում է հեռացնելու խաղադաշտից Նարեկ Սարգսյանը, հիմա տեսնենք Ռաֆայել Սենդին է գնում հանգստանալու, վերադարձել է Մատելուսը, Դշան Ներսում, Ջսայես Մատելուսը Եվ Դշան Բասվելը երորդ իր միավորը մեկ հարցակման ընթացքում հավաքում եմ Դադայան Նորից բեգը, տեսեք, օրինակ
Սկզբի խաղերում վստահ եմ այդ նետումը կաներ վստահ առանց 1 վայրկյան նույնիսկ մտածելու խոսքը վերաբերվում է ԲԿՄ-ի եւ Հատիսի խաղերին այդ երկու խաղում նույնիսկ ձեռքերի վրայով իրանից բարձրահասակ բասկետբոլիստների շատ վստահ կրակում էր երեքները դիպուկ իսկ հիմա նույնիսկ ազատ դիրքից վրիպում է որը իհարկե փաստում է այն փաստի մասին որ ուղղակի ավելի զգույշ է որոշել խաղալ որոշել է ինձ թվում է ավելի շատ անցումներ անել ոչ թե փորձել երեքներ կրակել նույնիսկ Տուգանայինը խնդրեմ վրիպում է երկրորդը 2-ից 1 բեկ անկյունում Բոսվելը ազատ է նորից անաջող բեկ գնաց մինչև վերջ այո կա լեյապը Մատելուս նորից լավ պաշտպանություն ու եւս մեկ անգամ խլում է գնդակը Ջիշանը բայց Գարոյի փոխանցումը որակով չէր չնայած դեռ Ֆինիքսը միավոր չունի Օլդրիչ կարող է նետել իհարկե կարճ Ամբարջանի մաքրումը չի ստացվում Հավաքյան 3 բենգ վերջապես դիպուկ է նաև Արթուր Հավաքյանը հիմնական սնայպերը Օլիմպիավանի Միանիշ հաշվի տարբերության ենք տեղափոխվում 8 միավոր այս պահին անցավ Ուիլյամսը անկյունում նորից Վարամն է եւ այս անգամ արդեն վրիպեց Հավաքյան նորից իհարկե երկուսը բերելու է Եվ առաջին րոպեներից մինչև այս պահը Արթուր Հավաքյանը հավաքում է իր առաջին 5 միավորները խախտում կա ով է Ամբարջանն է խախտել Եթե այո ապա սա երրորդ անհատական տուգանքն է եթե ոչ 4-րդ հիմա ստուգեմ Գարո Ամբարջան 4-րդ պաստորեն անհատական տուգանքը ստացավ երկրորդ քառորդում այո բնականաբար Թովմաս Օրդանյանը ուղարկի իրեն պայստայինների նստարան խաղի վերջնամասում ավելի կարևոր է լինելու իր ներկայությունը պարկետին քան թե հիմա եւ հիմա այնպես չէ որ կորուստը մեծ է որովհետեւ Գևորգ Մանուկյանը կարողանա պայքարել իհարկե Էգ Նորից վերում է Մանուկյան, հիանալի, բարձր ցածկով ռիբաունդ, Օլդրիչ Անկյունում Մանուկյան Դա փոխանցում Ջիշան, վերջին վարկյաններն են արագ նետում է պետք, բայց ոչ այդքանով Հարցակումը ավարտվում է 21 վարկյան Վերջին նետումի հնարավորությունը կարող է ստանալ Phoenix Perception-ը, բայց որոշում է միջև վերջ գնալ Սենդին եւ իհարկե դա ճիշտ որոշում է, որովհետեւ միավորները կան 8 վարկյան Կդարիուս Յանալի անցում ուղղակի տակ, լավ փոխանցում Օլդրիչ Եվ վերջ այսքանով ավարտում ենք առաջին խաղակեսը 43-34 այս հաշվով Phoenix Perception-ը խաղում այս պահին ախտողն է եւ մենք կվերադառնանք երկար դադարից հետո
Վերադառնում ենք Ջորդան Նարեկի 34 է այս պայն հաշիվը 9 միավորի առավելություն Աներություն 45 արդեն 11 միավորի առավելություն է Phoenix Perception-ը ստացել Մեկնարկին եւ վերպես Կդարիուս Բագետը դիպուկ է կրակում 3-ը Ռաֆայել Սենդի պատասխանը չկա փայլուն Tip Putback Ոսվելից եւ կարծես թե վնասվածք է ստացել Պարկետին նստած այո երևում է որ կամ ոտքն է վնասել կամ ծունկը կտեսնենք Փոփոխում միանշանակ Միրո Նազարյանն է իր առաջին րոպեները ստանում խաղում Բեգ նորից նույն դիրքից շատ ափսոս վրիպում է Ուիլյամս Ջունիոր Բայց դիրքային պաշտպանություն է մեկնարկում օգտագործում Օլիմպիավանը Յանալի ռիբաունդ Բեգից բայց շատ անհաջող փոխանցում էր Երկու խաղանքեր ուներ առաջնագծում, բայց ինձ թվում է չկողմնորոշվելու պատճառով ուղղակի փոխանցեց գնդակը իրենց մեջտեղով։ Pringle Սենդին նորից փորձում էր նետել անցնում է դեպի baseline միջին շատ անհաջող Հերավոր ռիբաունդ իրեն է եկել, մեկ վարկյան է մնում հարցակման ավարտի նետում է պետք, հասրեց ձերքից բաց թողնել գնդակը մատելուսը, միավոր չկա, նաև չկա խախտում, Օլդրիչ անցավ օղակի տակ, շատ գեղեցիկ կարող էր լինել, եթե գնդակը հայտնվեր օղակում, ոչ պակաս գեղեցիկ իհարկե անցում էր, բայց միավոր չկա, կա խախտում, Ջիշան Օլդրիչը իր 16 միավորներով տեղափոխվում է Դուգանային գից նետումներ կատարելու Եվ հիմա հատակը մի փոքր մաքրելուց հետո տեղափոխվի Դուգանային գից Անաջող շատ են նմանատիպ վրիպումներ այսօր երկու թիմերի կողմից էլ երբ մի քանի ցածկից հետո գնդակը որոշում է դուրս գալ օղակի վրայից երկրորդը կա եւ նորից կրճատվում է երկնիշ առավելությունից միանիշ 9 միավորի տարբերություն է սպանաշում Մատելուս Նազարյանն է պոստում ստացել գնդակը լավ պաշտպանվեց Մանուկյանը գնդակով Դեր կլինի Phoenix-ը ունենալով 11 վարկյան արձակման ժամանակ Նորից փայլուն է պաշտպանվում Էյդենը լավ փոխանցում Բագետին իհարկե երկուսը լինելու է Անկյունում Ազատ է Դամյոնը 3 է փորձելու կարճ Բեգ նորից ամբողջ թիմով վազում է արագ հարցակում Օլիմպիավանը մոտ էր գնդակ կորցրում Բագետը բայց դեռ գնդակով Օլիմպիավանն է Օլդրիչ նորից եւ եւս մեկ անգամ նորից անհաջող նետում Սենդի պատասխան վրիպումը շատ արագ վազեց առաջնակից Էյդենը եւ այո փայլուն ասիստ նվիրեց իրեն Կդարիուս Բագետը Սենդի անցավ միջև վերջ այո
Օլդրիջ փայլում է ուղակի երկրորդ խաղակեսի մեկնարկին Ջիշան Օլդրիջը խնդրեմ ընդամենը 4 միավորի խաղ ինչ է ասում խաղի հենց սկզբից եթե մի փոքր ավելի արդյունավետ սկսի նետել Օլիմպիավանը ապա վստահ եմ խաղը ավոր փոխվելու է չնայած Սպրինգելը մաքրում է Նազարյանի նետումը Եվ հիմա արդեն ինքն իրեն խաբեց Ջիշանը եւ իրենից հենց գնդակը դուրս է գալիս բարեբախտաբար լուրջ վնասվածք չի ստացել Բոսվելը եւ վերադառնում է պարկետ Նազարյանը իր մոտավոր 2 րոպեներից հետո նոց վերադարձավ պայստայինների նստարան այո իհարկե խախտում չկա միանշանակ գնալու է մինչև վերջ եւ Էնդուան շատ մոտ էր բլոկ շոտի Ջամարիո Սպրինգելը ասեմ որ այս պահին 3 բասկետբոլիստ Phoenix Perception-ից հավաքել են նույնականակ միավորներ Springle, Rafael Sandy եւ Josiah Smotelus 10-ական միավորներով եւ միայն Դշան Բոսվելն է մեկնարկային կազմից ով ունի 7 միավոր Ներություն Դամիոն Ուիլյամսը այո մոռացել էի եւս 2 միավոր հավաքել է 3 միավորները Ջիշան Օլդրիջի կան 3 միավորի խաղ ընդամենը մերթ 1 հարցակման խաղ այսինքն շատ անհաջող նետում Դամիոնի կողմից Դադայան Ավակյան 3 Բենգ Որից գնաց միջև վերջ Ջիշանը հիանալի պաշտպանություն Դամիոնի կողմից ունի զարմացած են որ հարցակվական Տուգանք չի արձանագրվել այ հիմա արդեն խախտում Պրինգելը գնալու է Տուգանային գիծ Փոխում է բնանավոր է Ֆինիքսի գլխավոր մարզիչ Նարեկ Սարգսյանը ինչպես երևում է հենց ինքը Պրինգելն է դուրս գալու խաղադաշտից եթե իհարկե դիպուկ լինի երկրորդ նետումը Ֆինիքսի հայազգի երիտասարդներից Լևոն Աստանյանն է պատրաստում ստանալ խաղային ժամանակ ոչ վրիպեց Ջամարիուսը հավասար է խաղի հաշիվը վերջին 3-ից հետո Օլիմպիավանի բեգ Ջիշան, օղակի տակ Մանուկյանը ազատ է լավ արձակում, այո խախտում է կանոնները եվս մեկ անգամ Պրինգելը և հիմա արդեն փոփոխումը կլինի ինչպես էլ ասում էի Ջամարիուսը գնում է հանգստանալու և միևնույն է նույնիսկ եթե պլանավորված չլիներ այս փոփոխումը ինձ թվում է միանշանակ Նարեկ Սարգսյանը իրեն հանելու էր խաղադաշտից 15 րոպե դեռ կա խաղի ավարտին իսկ Պրինգելը կարևորագույն խաղացողներից մեկը Phoenix Perception-ի ստացավ իր 3-րդ անհատական տուգանքը Եթե այս նետումը լինի արդյունավետ Օլիմպիավանը վերջապես կստանա հաշվում առավելություն այո այդպես էր անում է Գևորգ Մանուկյանը դիպուկ եկածից Հատելուց ճնշում է ստանում Հավաքյանից ու նորից շատ մոտ էր Օրդիջը գնդակը խլելուն Բոսվել գնաց մինչև վերջ և այո Բեգ հերվից շատ էին ոգևորվել կարելի է նույնիսկ ասել Օլիմպիավանի տղաները
Արագ որոշեցին նետումը կատարել Դամիոն Օլդրիչ ազատ է բեգը 3-ի վրա Ավակյան 3 ոչ Ջիշանը եւս վրիպում է ու նորից պայքարից հետո գնդակով Օլիմպիավանն է երկրորդ առանց մեջ հարցակական ռիբաունդներ սա Ավակյան մինչև վերջ գնաց այո երկուսը կա Բայց խնդրեմ կարծես թե Ջմերը Սպրինգելը պատրաստում է վերադառնալ պարկետ Եվ շատ անհաջող փոխանցում Բոսվելից Այ արդեն Արեգ Սարգսյանը տայմ-աութը վերցնելու է մենք կվերադառնանք դադարից հետո Ստացված է տայմ-աութը Գևորգ Մանուկյանը որի պես օղակի տակից Սպրինգել Դամիոն մինչև վերջ լավ փոխանցում Ջմերուսին Եվ տեսեք վրիպում բայց սեփական ռիբաունդից հետո վաստակում հնարավորություն նետումների Մեկ միավորի առավելություն ունի Օլիմպիավանը 3 րոպե 20 վայրկյան է մնում երրորդ քառորդի ավարտին Խաղի սկզբից, ինչպես եւ ասում էի, շատ հետաքրքիր խաղ է ընթանում։ Ես իհարկե մեծ հույսեր ունեմ, որ մինչև վերջին րոպեները նմանատիպ հանդիպում ենք դիտելու։ Ոչ։ Առավելություն վերցնել չստացվեց Սպրինգելի մոտ։ Բեգ Խախտում չկա, շատ անհաջող Հարցակում էր Բագետի կողմից Բայց ոչ պակաս անարդյունավետ հարցակում էր կազմակերպեց Ֆինիքսը Դրսում է գնդակը Եվ Օլիմպիավանը Որից փորձելու է Առավելությունը ետ վերցնել շատ հեռվից Բենգ, բենգ Ջշան Օլդրիչ Շատ վստահ 3 Եվ եվս մեկ անգամ երկու արձակում անընդմեջ Phoenix Perception-ը ուղիղ դիրքում ուղակի կորցնում է գնդակը Ջիշան Ոստայմ նորից է ուզում նետել, այդպես էլ անելու է ափսոս Շատ գեղեցիկ կլինես երկու անընդմեջ Դիպուկ կրակոցներ հեռվից Եվ այ միանշանակ համաձայն է մրցավարի հետ հարցակական խախտում չկար, որովհետև Ավակյանի դիրքը օրինական չէր եւ միայն հայտնվեց պարկետին իր դիրքի պատճառով ոչ թե հարցակողի շարժման Սենդի անկյունից
Բենգը պատասխանը կա։ Իանալի փոխանցում Բագետից Դադայանը եւ գոլթենդինգ, այո։ Հաշվում են միավորները։ Բամիոն։ Այո, միանշանակ եւս մեկ անգամ խախտում 4-րդ թիմայինն է սա Օլիմպիավանի մնացած 2 րոպեները Ֆինիքսը անցկացնելու է ունենալով բոնուս։ Սենդի 3-ը կա 2 անընդմեջ 3 միավորնստը Ռաֆայել Սենդից Էյդան լավ փոխանցում Մանուկյանին շատ ափսոս վրիպում էր բայց եւս մեկ անգամ Ջիշան Օլդրիջը փայլում է պաշտպանությունում Յանալի փոխանցում Քդարիուս բենգ Յանալի այս պայն հանդիպումը վստահ են բոլորը աճույքով հետևում են այս պայն անկյունում Բոսվել ազատ է, բայց ոտքը հայտնվում է գողային գծից դուրս եւ արդեն որերորդ թվով 3-րդ վերջին 2 րոպեների ընթացքում կորուստը Time out Թոմաս Օրդանյան մենք կվերադառնանք դադարից հետո Time-out-ից հետո, այո, 3-ը կա Օլիմպիավանի, փայլում է ուղղակի 3-րդ քառորդում Օլիմպիավանը, 5 միավորի առավելություն է արդեն ստացել, վերադարձել է Վահրամ Ափազյանը Ֆինիքսի կազմից, ներողություն Պապիկյանը, եւ նորից կորուստ, եւս մեկ անգամ Ֆինիքսը գնալը կորցնում է։ Ջիշան, նորից Դադայան շատ մոտ էր հաջողության Մատելուս Պապիկյանին թողեց գնդակը բեգը մի անգամից փորձում է ճնշել Վահրամին Աստում է Մատելուսը խախտում չկա եւ մի անգամից խախտում էր, բայց սա կարող էր նաեւ ոչ սպորտային տուգանք լինել, որովհետև գնդակին ընդհանրապես չկար Մատելուսի կողմից։ Նորից փոփոխում Մատելուսը հեռանում է Դամյանը։ Ուիլյամսը վերադարձ
վերադարձել է Ագերտ Նորից Դադայան, անկյունից, նորից վրիպում է և վերջ, այդքանով ավարտվում է նաև երրորդ քառորդը այս անգամ արդեն Օլիմպիադանի առավելությամբ մենք կվերադառնանք դադարից հետո Այդպես ստոպտան թազը սկսենք, թե եթան մի ակամ ես։ Չարենին է ուրիշ խաղա, չէ։ Ստոպտան կան ես հայ։ Անջատ է Օլիմպիական Ֆինիքս վերջին 10 րոպեները 65-60 աշով այս պայն Օլիմպիականը ախտողն այս խաղի վերադարձրեցին առավելությունը երկար ժամանակ թրեյլեր լինելուց հետո Սենդի 3-ը նորից օղակում է շատ վստահ է խաղում Ռաֆայել Սենդի խաղի վերջնամասում Ճիշան Բեգետը ազատ է 3-ի վրա ոչ նորից վրիպում է Կդարյուս Բեգետը որերորդ անգամ արդեն գնդակը Phoenix Perception-ը Ջիշան լավ անցավ միջև վերջ վրիպեց Մանուկյանը ճիշտ տեղում է մաքրում է անկերոջի հետևից ու պատասխանում է մի անգամից էլ իրեն Բրինգելը երկու միավորի է կրճատվել հաշվի տարբերությունը Բեգ Պիկերոլ է խաղարկում Դադյանի հետ Մանուկյան կարող է իհարկե անցնել ասիկի առավելություն ունի Ջիշան Եվս մեկ վրիպում Եվա Հերցակը Միավորներն էին Բրինգելի հավասարեցնում է խաղի հաշիվը
Դադայան շատ վստահ 3-ի փորձ Oswell անկյունում Օլդրիջի հետ է մնացել Սենդին նորից ձեռքի վրայով է փորձելու եւ որերորդ արդեն հեռար կրակոց տեսա Ռաֆայել Սենդի Օլդրիջ տեսնենք ինչ է արձանագրվել այո երկու նետում նվիրվելու է Ջիշան Օլդրիջին այնպես չէ որ խախտումը նետումի ժամանակ էր Այս պահին Ռաֆայել Սենդին իր 24 միավորներով լավագույն ռմբարկ ունեմ Ֆինիքսի ավելի լավագույն ռմբարկուն Ջիշան Օլդրիջն է մեկ միավոր ավելի հավաքելով իրենից որ կարող է լինել 3 եթե երկու նետումներն էլ գծից լինեն ճիշտ Ջիշան Օլդրիջը նաև խաղում ամենաշատ ասիստ կատարած բասկետբոլիստն է Գևորգ Մանուկյանը փայլում են Ցողակի տակ Հիանալի Գուդբեկ Նորից Պրինգլ վստահ միայնակ գնում է առաջնակից ավելորդ կայլը արձանագրված է մի անգամից երկու մրցավարի կողմից Դարուս Բեգետը ունի նաև 12 ռիբաունդ և 20 միավոր արդեն դաբլ է գրանցած է Մատելուս Իլքային պաշտպանության դիմաց գտավ օղակի տակ Դամյոնին Սենդի նորից ոչ վերջապես վրիպում է Ռաֆայել Սենդին լավ պայքար գնդակի համար օղակի տակ այո կա Մատելուսի լեյափը Օլդրիջ միայնակ է փորձելու անցնել Մատելուսին այո Բեկ Լավ փոխանցում ետ Օլդրիջին Ավակյան 3 կարճ բայց վերցնում է սեփական ռիբաունդը ու միջին է փորձելու նորից անհաջող Սա հենց այն հնարավորությունն է Phoenix Perception-ը Հաշվում նորից առավելություն վերցնելու, բայց չի ստացվում դա Պրինգլսի մոտ չնայած Դամյոնը գնդակը խլել է և այո Ուգանայինից միջինը տեղում է Փոփոխում Օլիմպիավանի կազմում Կդարուսը գնում է հանգստանալու Գագիկ Հարությունյանն է նորից վերադարձել 3 րոպե 40 վայրկյաններ է մինչև այս պահ խաղադաշտում անցկացրել Գագիկը ու նաև Թոմաս Օրդանյանը վերջապես պատրաստվում է Գարո Ամբարջանին վերադարձնել պարկետ Մանուկյան անցավ օղակի տակ լավ պաշտպանություն Պրինգլից Մատելուս լավն էր Բոսվելի անցումը բայց միավորներ չկան Դադայան միայնակ գնաց մրցակցի վրա սուրիչ չկա բացարձակ և գնդակը հենց իրենից Դադայանից էլ դուրս է գալիս Վստահ էր Դամյոնի փորձը, բայց վստահ այլևս չի նշանակում Արցունավետ Ամբարջան 3 Պայքար գնդակի համար Արությունյանից, բայց Պրինգլը ռիբաունդը վերցնողն է Ջեմերուս Պրինգլն էր 16 ռիբաունդը հավաքել խաղում 17 միավորների հետ համատեղ Բոսվելի Լեյափը տեղում է
double երկու բասկետբոլիստ ունեն Phoenix Perception ու նաև Boswell-ը ում դեբյուտային խաղն այսօր շատ լավ փոխանցում էր գնաց մինչև վերջ Դամյոնը միավորները կան եւ միանգամից time out Phoenix ներողություն Օլիմպիավանի կողմից մենք կվերադառնանք դադարից հետո Դառնում ենք time out-ից հետո 4 րոպե 30 վայրկյան Phoenix Perception-ը 5 միավորի առավելություն է ստացել Մանուկյան 3 անհաջող էր 3-ը, բայց պաստորեն անհաջող էր, որովհետև խախտել էր կանոնները Մատելուսը ու տալիս է Մանուկյանին 3 տուգանային նետ հնարավորություն Այո, 75-78 կրճատում է Մանուկյանը Խաղի շվի տարբերությունը Ջիշան Օլդրիչն էլ կարծես թե վնասվածք է ստացել լուրջ եւ այս պայն այլևս պարկետին չի լինելու Մատելուս Բոստում Պրինգլ Ամսավ ողակի տակ վրիպեց սեփական ռիբաունդի համար է պայքարում Դամյոնն է գնդակով հիանալի փոխանցում Եվ ինչ է կատարվում ոչ մի կերպ Օլիմպիավանի տղաները չկարողացան վերցնել սեփական ողակի տակ ռիբաունդ եւ իհարկե այդքան պարտվելուց հետո ռիբաունդ միանշանակ թիմը միավոր բերելու է Գագիկ Հարությունյան կարևոր երկու միավորներն էին թիմի համար որովհետեւ կրկին մեկ հարցակման խաղը պահպանվում է Մատելուս Bang Հարությունյան շատ լավ ուղարկեց մրցակցին երկինք ու միջին փորձեց ու անհաջող էր Ավակյան and one Ուգանայինը չկա Այսինքն արդեն երկու արձակման խաղ է, որովհետև 4 է տարբերությունը հաշվի Գնաց Մատելուսը մինչև վերջ շատ լավ պաշտպանություն Ամբարջանից Բեգ Ավականին է թողնում գնդակը Գնաց Արտուրը մինչև վերջ
Բայց տեսե, խնդրեմ, լավ ասիստ էր Պրինգելի կողմից Արթուր Ավագյանին Ավել լավ է ծողել Գնդակը դուրս գար դաշտի սահմաններից կամ թե ուղղակի լվիրեր մրցակցին հայ շմիավորներ Լավ պաշտպանություն, դաբլ թիմ Պրինգելի դիմաց Դուրս է գալիս Օլիմպիավանի բասկետբոլիստներից գնդակը Ֆինիքսը 6 վայրկյան ունենալու է ժամանակ հարցակումը ավարտին հասցնելու համար Պրինգել Եվ վերջ 24 վայրկյան ավարտված է Ֆինիքսի հարցակման ժամանակը կարևորագույն հարցակումներից մեկն է Օլիմպիավանի լինելու Բեգ միջին այո հավասարեցնում է խաղի հաշիվը Լավ պաշտպանություն Գևորգ Մանուկյանից իրենից էր գնդակը անցել մրցակցի կիսադաշտ այդ պատճառով խաղկման սուլիչ չկա Դամյոն վրիպում է Ավագյան Շատ վստակ գնաց միջև վերջ այո երկուս Եվ մի անգամից տայմ-աութ է վերցնում Ֆինիքսի իր խաղում մարզիչը կվերադառնանք դադարից հետո Հենց տորանց Մեկ րոպե 40 վայրկյան, Օլիմպիավան ունի 2 միավորի առավելություն, 85-83 Մատելուսն է գնդակով Ինչ է կատարվում Ինչ է կատարվում Իմ կարծիքով հարցակման ժամանակի հետ կապված կա խնդիր Հինգ վայրկյան է մնում Հարցակման ավարտին պետք է արագ կազմակերպի նետում Phoenix Perception-ը նորից հիմա կանեն գլխավոր մարշչի տրամադրած set play-ը Վերադառնում է Ջիշան Օլդրիջը, նույնիսկ վնասված կողմ կարծես թե որոշել է Միևնույն է լինել խաղադաշտում շատ հեռվից, Սենդի ոչ Բեգինն է ռիբաունդը լավ փոխանցում առաջնակից Ջիշան Շատ հանգիստ է խաղում Օլդրիջը հասկանում է, որ ժամանակը միայն իրենց ընկերն է Ավագյան Լավ փոխանցում Ամբարջանին Ոյց ավելորդ քայլ է արձանագրվում Մեկ րոպե 12 վայրկյան Սա բավականաչափ ժամանակ է Շատ փոփոխությունների համար կարող է ամեն ինչ փոխվել Ինչ է ասում խաղի ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում Շատ մեծ հույս ունեմ, որ հետաքրքիր ավարտ ենք տեսնելու եւ այո, այդպես էլ կա Շատ հետաքրքիր այս պահին հանդիպման վերջին րոպեները
խլում է Մատելուսի ձեռքից, ներողություն, Մատելուսը։ Մանուկյանի ձեռքից գնդակը Պրինգլն էլ դանքով ստիպում է գլխավոր մարշին Օլիմպիավանի վերցնել տայմ-աութ, մենք կվերադառնանք դադարից հետո։ Բայց դան կարեց գնաց այն է։ Ոչ Թուրքիա։ Աբո Թուրքիա։ Դա լուրջ է։ Ինչ ասեմ ես։ Եվ այսպես 85-85, 47 վարկյան 10 վարկյան ունի հարցակման ավարտին Օլիմպիավանը Բեգն է գնդակով Մատելուսը ճնշող պաշտպանություն է խաղում եւ այո միջինից Բեգի նետումը ստացվում է Եվս հարցակումներ կտեսնենք բացի սա իհարկե խաղում որովհետեւ դեռ բավականաչափ ժամանակ կա Լավ պաշտպանվեց Ամբարջանը, բայց դեռ գնդակով մնալու է Ֆինիքսը ու մի անգամից եւս մեկ տայմ-աութ Նարեկ Սարգսյանից։ Ասենք տեսնենք ինչ է պլանավոր է խաղի ավարտի համար Ֆինիքսի գլխավոր մարզիչը։ Մենք տայմ-աութից հետո 15 վարկյան խաղի ավարտին Օլիմպիավանը դեռ հաշվում առաջ է 2 միավորով հերվից նետումը անհաջող է եւ այո միանգամից ոչ սպորտային տուգանք Պրինգլից եւ թիմի առաջատար Ֆեդարուս Բագետը գնալու է տուգանային գիծ 2 նետում կատարելու համար չհաշված դա նաեւ Նետումներից հետո գնդակով լինելու են ինքը Օլիմպիավանը 7 վարկյան է մնում խաղի ավարտին ուզում է ասել եթե դիպուկ լինեն Բեգի տուգանայինները ապա միանշանակ արդեն կարելի է իրենց հաղթող ճանաչել գոնե երկրորդը ճիշտ է այսինքն դեռ հնարավորություն ունի Ֆինիքսը հաղթելու խաղը Time-out չունի Phoenix Perception-ը
ստացավ Բերգենդակը, այո, խախտում, նորից գնում է Տուգանային գիծ։ Բայց եթե չեմ սխալվում, սա Ջամարիուս Սպրինգլի 5-րդ անհատական տուգանքն է։ Ոչ, կարծես թե 4-րդն է։ Այո, 2-ից 2։ Ինչպես էլ ասում է, 5-րդ խախտումն է Ջամարիուս Սպրինգլի վերջին 5.4 վայրկյանների համար։ Դավիթ Կարեյանն է մտնում խաղադաշտ, բայց 5 միավոր, 5 վայրկյան գրեթե անհնար։ Քամբեքի փորձ հիմա պետք է անի Phoenix Perception-ը, բացի այդ էլ թիմը այլևս չունի time-out։ Կարեյան, այո, անցնում է մրցակցի կիսադաշտ հեռվից նետում։ Եվ վերջ, այդքանով ավարտում ենք հանդիպումը փայլուն հաղթանակ Օլիմպիադանի կողմից շնորհավորում ենք մարշչական եւ նախագահական կազմին իհարկե նաեւ մարզիկներին եւ ինչպես միշտ ձեզ հետ Ալբերտ Հարությունյանը, սիրեք բասկետբոլ եւ նա ձեզ կպատասխանի նույն կերպ։ Հաջողություն։